Բարի երեկո երկաթակուր ազգ և չեմպիոնների երկրպագուներ։ Այսօր ներսի պատերը մեր չեմպիոնների ծանրաձողերն են պահելու։ Շուտով կողջունենք մեր ուժի սիմվոլներին, Եվրոպայի առաջնության չեմպիոն Վարազդատ Լալայանին, չեմպիոն Գարիկ Կարապետյանին, փոխչեմպիոն Գոր Սահակյանին և փոխչեմպիոն Ռաֆիկ Հարությունյանին։ Բայց մինչ այդ ներկայացնում եմ մի մարդու, ում ամենածանր ծանրաձողը միկրոֆոնն է։ Դիմավորեք շոուի աստղ, կոնյակի վարպետ, ժպիտի չեմպիոն Ներսես Ավետիսյան։ Ժորժան, ուրեմն ասեմ ճիշտը, սպորտն են ոլորտն է, որ հայերը միշտ սիրում են, բայց հիմնականում երբ հաղթում ենք։ Մեկ մեդալը ազգի սիրտը հովացնում է, հա, հայ ազգը սպորտը սիրում է, բայց հատկապես ոսկե մեդալներով։ Մեկը հաղթում է Եվրոպայի առաջնությունում, Facebook-ը պայթում է հայ եմ ու հպարտ եմ։ Բայց նույն մարդը, եթե հանկարծ չհասնի մեդալին, միանգամից բոլորը դառնում են դատավոր, ժյուրի ու մասնագետ։ Գնա մի փշրանք պոկի գետնից ու տեսնեմ դու ոնց ես անում ու հետո գրի մեկնաբանությունդ։ Ճիշտն ասած, սպորտը միայն մկան չէ, դա կամքի իսկական փորձություն է ու ամեն անգամ, երբ մեր ծանրորդները բարձրացնում են 230 կիլոգրամ, ես շունչս պահում եմ։ Բեմ բարձրացան, հայի ուժը ցույց տվեցին ու հաղթեցին։ Այս մարդիկ քրտնում են ամեն օր առանց ասելու, բա ես ինչ ստանամ դրա դիմաց։ Ու ես հարց ունեմ, մեզնից շատերն են արդյոք պատրաստ զոհաբերության, թե մենք քաշ բարձրացնելու փոխարեն քաշել գիտենք։ Հաղթանակները պետք է նշել ոչ միայն խինդով, այլ հարգանքով։ Այսօր եկեք նշենք բոլոր հաղթանակները եւ իհարկե ողջունենք մեր երաժիշտներին, Ներսարի բենդին, Ռուսլան and Friends տղեկ, կրկին շնորհակալ եմ, որ ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է գնալու դեպի Ներսարի բար։ Գնացինք։ Սիրելիներ, կյանքի հաղթանակները պետք է նշել համով ու արժանապատվությամբ, իսկ դրա համար կա միայն մեկ ճիշտ լուծում՝ Վիենդեմ կոնյակը։ Սա կոնյակ չէ, սա հիշողություն է շշի մեջ։ Այդ շշի մեջ գտնվում է առնվազն 3 խաղողագործի սեր, լիքը արև, 10 տարի նրբություն ու մի քիմք, որը քեզ ասում է նստի, մի խոսա, ես կհիշեցնեմ ով ես դու։ Սա պարզապես կոնյակ չէ, սա Armenia wine-ի ձեռագիրն է, տար առ տար, կաթիլ առ կաթիլ։ Շշի դիզայնը թագավորական, համը փափուկ, բայց խրոխտ։ Եվ ամեն մի կումի հետ հայկական արև ու հաղթանակ։ Վիենդեմ կոնյակ, որ ոչ միայն ներսի չէ ջերմացնում, այլև մեջ կտե ուղում։ Սա դեռ սկիզբն է կարճ դադար, որից հետո ներս են հրավիրելու տղերքին, ովքեր ոչ միայն ծարաձող են բարձրացրում, այլ նաև նշաձող բոլորիս հպարտությունը դեպի վերև։ Գնացինք։ We are the world. We are the children. We are the ones who make a holiday. So let's start giving. There's a choice we make here. We sing with our life. It's to make a better day. Just you and me. We are the world. Երկրորդ ռաունդում ներս են մտնում մկաների տիրակալները, հայկական պողպատե կամքի խարիսխները, Լալայան, Կարապետյան, Սահակյան, Հարությունյան, վերադարձեք, շոուն կշարունակվի ներսում։ It's true, make a better day. Just you and me. Շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն նոր ուժով, ինչպես մեր տղերքի բազգի ուժն է, որ Եվրոպայի արծաթն ու ոսկին տուն են բերում։ Եկեք մենք էլ հրավիրենք նրանց ներս, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայան, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյան, Եվրոպայի փոխչեմպիոն Գոր Սահակյան, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆիկ Հարությունյան։ Ներս եկեք։ My friend, and we are
around the world. Դրեք բարի երեկո, բարի գալուս ներս, շնորհակալ եմ ձեզ, որ ներսում եք, շնորհավորում եմ ձեզ ու շնորհակալություն հայտնում հաղթանակների համար, ոնց եք։ Լավ, նորմալ դուք։ Հրաշալի, շատ լավ եմ, շատ ուրախ եմ միշտ ձեզ տեսնել ներսում նոր մեդալներով ու նոր պատմություններով։ Վարազդատ երկրորդ անգամ Եվրոպայի ու մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը ոնց է փոխել քո մոտեցումը մարզմանը ու առասարակ կյանքին լրջագույն հաջողությունների ես ասել։ Հաջողությունները ավելի մոտիվացնող է, որ կարողանաս համ տիտղոսդ պահես, համ կարողանաս ավելին անես։ Շատ լավ է անդրադառնում այդ հաջողությունները մարզիկի մոտ։ Հրաշալի։ Գարիկ, լինելով Եվրոպայի կրկնակի չեմպիոն 109 կիլոգրամ քաշային կարգում հաղթանակը ոնց է ազդել քո ապագա պլանների վրա, ինչ ես մտածում հաջորդիվ։ Շատ լավ է ազդել, մոտիվացնող, առջևում մրցաշարներ շատ կան, փորձենք նույն ոճով, նույն տեմպով ոսկե մեդալներով վերադառնալ։ Հիմա ինչ մրցույթ ես նախապատրաստվում, պարապմունքների մեջ ես թե հանգիստ է։ Դեռ հանգիստ է, բայց արդեն կսկսեմ սեպտեմբեր ամսին 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, իսկ հոկտեմբերին մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Երկուսին էլ պիտի մասնակցենք։ Այո։ Մեդալներով էլի հետ գանք Հայաստան։ Հաստատ։ Գոր, որպես Եվրոպայի կրկնակի չեմպիոն 2025-ի առաջնության փոխ-չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, ինչ խորհուրդ կտաս երիտասարդ մարզիկներին, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան։ Ամենակարևորը ինչ սպորտաձև որ ընտրեն, երբեք շեղվեն այդ ուղուց, որտեղ որ շեղում ես արդեն ինչ-որ մի բան խանգարում է էլի, որ հասնես քո նպատակներին։ Չընկճվել ոչ մի դեպքում, ոչ մի անհաջողություն։ Ոչինչ հեշտ չի տրվում։ Պայքարի համար կյանքի շնորհիվ ամեն ինչ հնարավոր է այս կյանքում։ Ռաֆիկ փոխ-չեմպիոն դառնալը հետաքրքիր է։ Ինչպես ազդեց քո մոտիվացիայի վրա ու 2022-ին նաև Եվրոպայի առաջնության չեմպիոնն ես դու։ ու ավելի բարդավորեցրեց, որ առաջ նայեմ բոլոր բարդությունները պատճառ են դառնում ցեկտել հաղթանակի եւ նայել միայն առաջ։ Հրաշալի։ Ես ուզում եմ հիմա դուք բոլորդ էլ մեզ պատմեք հեռուստադիտողին ձեր զգացողությունների մասին, ինչ է նշանակում, ձեր համար առասարակ ներկայացնել Հայաստանը աշխարհի առաջ միջազգային դաշտերում ու միշտ վերադառնալ լավ արդյունքով, նենց արդյունքով, որ բոլորը հպարտորեն ձեզ սպասում են հայրենիքում։ Այդ մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը, մեր դրոշը, մեր զինանշանը այս ցանը ժամանակներում, որ կարողանանք տարբեր երկրներում, տարբեր հարթակներում հնչեցնենք մեր օրհներգը։ Այդ ժամանակ, որ վատվո հարթակին ես արդեն մեդալը ստանալու ես գնում, այդ ժամանակ շատ մեծ հպարտություն է։ Ու ես այդ օրհներգի ժամանակ բարձր իմ հպարտությունից երգում եմ օրհներգը, իմ ողջավորությունը, հպարտությունը տենց եմ արտահայտում։ Շաքարվում ենք մենք այդ ժամանակ բոլորս ուզում են դու իմանաս այդ մասին տանը նստած։ Պատմենք նաև դժվարությունների մասին, տղեկ, որտեվ վստահ եմ, որ հիմա շատ-շատերը դիտում են ձեզ էկրաններից այն կողմ ու դուք իրենց համար մոտիվացիա եք, ձեր հաջողությունը իրենց համար շատ մեծ էներգիա է, որպեսզի սկսեն իրենց ուղին, գուցե շատերը արդեն ճանապարհին են, բայց ընկճված են ինչ-որ հարցերում ու ձեզ նայելով են ողջևորվում ու որոշում, որ պիտի գնան։ Ուզում եմ մի քիչ էլ դուք պատմեք այս բարդ ճանապարհի մասին, դուք ինչ խնդիրներ եք ունեցել, ինչերն են ձեզ ներվայնացրել, նեղացրել, որ մտածել եք վերջ չեմ անելու այս ամեն ինչը, բայց միևնույնն է ուժ եք գտել ձեր մեջ ու գնացել եք առաջ։ Դժվարություններ շատ են լինում բոլոր սպորտսմենների կարիերայի ընթացքում ու հենց այդ ամենավերջում, որ արդեն պահն է գալիս, հաղթում է նա, ով որ չի հանձնվել ճանապարհին։ Այսինքն բոլորի հետ էլ ինչ որ չափով դժվարություններ լինում են, բայց չհանձնվողը վերջում պատվարտակին իր տեղը գտնում է։ Գոր, Ես կասեմ, որ ամենակարևորը նորից ինչ ճանապարհ որ ընտրենք, ոչինչ հեշտ չի լինում այս կյանքում։ Պայքարել այդ ճանապարհի համար ու ամենաառաջինը երբեք չհուսահատվել ինչ դժվարություններ որ լինի։ Ասում են ինչ հեշտ է տրում, այդպես է հեշտ էլ վերցվում է։ այո։ Ինչ որ դժվարությամբ է տվում, դա ավելի հաճելի է։ Ինձ կարողանաց սկսելուց առաջ պետք է մտածեմ, որ շատ դժվար ու բարդ ճանապարհ ունեն անցնելու ու ամենամեծ գրավական այդ ճանապարհը անցնելուց երբեք չհանձնվելն է։ Բարդություններից սկսում են նոր հաղթանակներ։
պետք է առաջ նայեն ու գնան դեպի հաղթանակը։ Գարիկ, մնացիր դու։ Դժվարություններ շատ կան։ Դեկտեմբեր ամսին աշխարհի առաջնությունը մասնակցելուց ձերքի լուրջ վնասված ստացա եւ շատ քիչ ժամանակ ունեի վերականգնելու եւ վերադառնալու սպորտ, բայց փառք Աստծո բոլոր խնդիրները իմ դեմ դրված զարգացվեց եւ շատ շուտ ապակինվելուց հետո վերադարձա զալ մարզումներին եւ Ու արդյունքը մենք տեսանք բոլորս տեսանք։ Ընտիր։ Խոսենք նաեւ ձեր ընտանիքի դերի մասին, տղեկ, ինչքան կարևոր է ձեզ համար ձեր հաջողություններում, ձեր կարիերայում ձեր ընտանիքի գոյությունը։ Ինչպես եւ մեր ընտանիքը, նաեւ մեր ազգը մեզ համար մի ավելի մեծ ընտանիք է, որը մենք գիտենք, որ մեզ հույսով սպասում են, մեզ ողջևորում են ամեն քալուց, որ տեսնում ենք թե ինչպես են մեզ դիմավորում, այդ ամեն ինչը պարտավորեցնում է մեզ ու առանց մեր ընտանիքի, առանց մեր ազգի մենք հաստատ չենք լինի այն, ինչ որ կանք հիմա։ Ընտիր։ Գոր Ինչպես իմ ավակ ընկերները նշեցին, թե ընտանիքը, թե մեր երկրպագուները, մարդիկ, այնպես էլ մեր մարզիչներն են մեր ընտանիքը, որտեղ մենք մեծ ժամանակ ենք անցկացնում իրancs հետ, թե անձնական մարզիչները, թե հավաքականի մարզիչները մեր կյանքում շատ մեծ դեր ունեն ու նաև իրենք ունեն մեր կյանքում այն ներդրումը, կարևոր ներդրումը, որ մենք այս արդյունքին հասնում ենք։ Իրենց են շնորհակալ, որ մեր կողքին են միշտ։ Իսկ ինչ դեր ունի, հա, սպորտը ձեր կյանքում կամ ինչ է ինքը ձեր համար, ձեր կյանքն է, ձեր ապրելակերպն է, աշխատանքն է։ Կոնկրետ այս բանին սպորտը մեր ապրելակերպն է։ Մենք ապրում ենք սպորտով ու ոչ մեկս մեր հետագա կյանքը հələ որ չենք պատկերացնում առանց սպորտի, ասվածտա միշտ մնանք սպորտի մեջ, հետո թեկուս արդեն ոչ մարզիկ, նայած ում կյանքում ոնց կստացվի, հիմա դեռ գործում ենք, մարզվում ենք, սպորտով ապրում ենք։ Խոսենք նաև նպատակների մասին, տղեկ, առաջիկա օլիմպիական խաղերի հետ կապված կան պլաններ կամ տեղեր, որտեղ պիտի գնաք, որպեսզի նաև ստանաք։ Հիմա մեր մրցումները, այդ բոլոր քայլերը փուլարփուլ գնում ենք դեպի Լոս Անջելես 2028։ Այս տարի ունենք աշխարհի առաջնություն, արդեն մյուս տարի աշխարհի, Եվրոպայի ու տենց շարունակ, հետո վարկանիշային մրցումներ, մինչև հասնենք 2028 թվական օլիմպիական խաղեր, օլիմպիական խաղերը սպորտսմենի համար գերնպատակ է։ Բոլորս ուզում ենք ոսկով ու մեդալով վերադառնալ օլիմպիական խաղերից։ Ես ունեմ օլիմպիական արձարդ, հիմա իմ նպատակը օլիմպիական ոսկին է։ Ես ցկտում եմ դրան։ Նախորդ անգամվա օլիմպիական խաղերի ընթացքում այն գլխավոր մրցակիցը ով կար քո հետ ու պայքարում էր, այս անգամ չի լինելու 28-ին։ Չէ, չի լինելու։ Ես տեղյակ եմ։ Ու ինչ ես մտածում այս առումով։ Մտածում եմ, որ նու բացի Լաշայից ուրիշ մրցակիցներ ունեմ։ Բան Տալախաձեն ավարտեց կարիերան, թե Տալախաձեն ավարտել է կարիերան։ Գորը երկու իրանցի մարզիկներ ուժեղ մրցակցություն ա լինելու, թե աշխարհի առաջնություններում, թե արդեն օլիմպիական խաղերում։ Պետք է պատրաստ լինեմ։ Գնում ենք ոսկու հետևից։ Այո, միայն։ Միանշանակ։ Տղեկ, Վարազդատը նշեց, որ մարզիկի համար գերնպատակ է օլիմպիական խաղերը, բայց ես ուզում եմ նաև լսել ձեր մոտեցումները, որտեղ ես այդ հարցը ունեի, ուզում էի հարցնել հենց, որ դուք արդեն տղերք եք, ովքեր Եվրոպայի առաջնությունում են ցույց տվել ճիշտը, աշխարհի առաջնությունում են ցույց տվել, բայց մեկը ամենավերևում մնում է օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի համար, որ ձգտում է դա։ Օրինակ իմ բարագայում դեռ պարզ չէ, որովհետև մոտ մի ամսից քաշային կարգերը փոխվելու են։ Ես կսպասեմ, նայեմ որը կլինի օլիմպիական քաշ, որ տեղափոխվեմ այդտեղ։ Մինչև այս իմ քաշը օլիմպիական չի եղել ու ինչպես եւ ասած Վարազդատը մարզիկի համար կերնաբադակը օլիմպիական խաղերն ու քանի դեռ մենք այդքան էլ երիտասարդ չենք, շատ քիչ ժամանակ է մնացել ու հուսով եմ, որ հնարավորություն կունենամ մասնակցել օլիմպիական խաղերին։ Քաշը պիտի ավելացնես։
Նախնական տվյալներով այո, բայց չգիտեմ քաշային կարգերը ինչպես կտասավորվեն։ Ահա։ Ընդանուր քաշեր են փոխվելու։ Հասկացա։ Դրեք, ուզում եմ նաև ասեք հաղթանակի դեպքում, այդ պահին դուք ինչ եք զգում, սա ձեր անձնական հաջողությունն է, սա ազգային հաջողությունն է, ձեր այդ պահին դուք ինչ եք մտածում, այդտեղ կանգնած, երբ հնչում է Հայաստանի օրհներգը։ Մենք շատ դժվար երկար ճանապարհ ենք անցնում, ու երբ դու արդեն պատվո հարտագին ես, կլինի դա առաջին, երկրորդ կապ չունի տեղը, բայց հենց այդ ժամանակ դու զգում ես, որ քո անցած այդ դժվար ճանապարհը իզուր չի անցել։ Այդ ամենալավ զգացողությունն է, որ այդ ճանապարհից հետո դու կդել ես քո տեղը ու ունես տեսնում ես քո արածի արդյունքը։ Ու ցանկանում եմ, որ ոչ մի սպորտսմեն այդ ճանապարհից հետո չհուսահատվի ու միշտ գտնի իր տեղը։ Շնորհակալություն ձեզ տղեկ իմ հարցերին համբերատար պատասխանելու համար, շնորհակալություն ձեզ ձեր աշխատանքի համար, որտեղ այդ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր հայերին հպարտացնում։ Մենք միշտ սպասում ենք սրտադրով ձեր մեդալներին ու արդյունքներին ու հավատացեք, որ բոլորս կիսում ենք այդ ուրախությունն ու հպարտությունը, բայց ես այս լավ խոսքերից հետո ձեզ բաց չեմ թողնելու։ Մենք ունենք խաղ, որի մասին եւ դուք եւ մեր չեմպիոնները կիմանաք կարճ դադարից հետո այնպես որ մնացեք մեզ հետ։ It's the eye of the tiger, the thrill of the fight, rising up to the carriage of our rival. And the last gone survivors know his way in the night, and his watches are all in the eye of the tiger. Մեր գիշերային ընթացքը շարունակվում է եւ ես հենց հիմա ուզում եմ ասել, որ ես առաջարկում եմ հետեւյալ խաղը։ Այն կոչվում է ուշիմները։ Խաղալու համար պետք է բաժակներ եւ ուշադրություն։ Այսինքն ուշիմ պետք է լինել, լսել հրահանգները, ով շուտ վերցրեց բաժակը, նա էլ հաղթում է ամենավերջում։ Մենք ունենք ձեզ համար հետաքրքիր անակնկալ, որովհետեւ խաղը կվարի եւ կանցկացնի մարզիչ Վարազդատը։ Պատրաստ եք մարզիչ։ Մենք արդեն լսում ենք ձեր հրահանգները։ Այդ բաժակները ոնց պիտի շարժեն։ Բաժակները դեռ շարում ենք մի անգամից։ Չէ, մարզում տականում ենք հիմա։ Տականում ենք։ Ահա։ Ոնց ենք կանգնում։ Ես կգամ Գարիկի կողքը։ Ահա։ Կամ շկամ է։ Մաս սկսում ենք տականալը։ Ուս։ Ինչ։ Բարձր։ Ուս։ Հատ։ 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 Կոնգ։ Ծունգ։ Ուս։ Փոր։ Հատ։ Ծունգ։ Կոնգ։ Ուս։ Լավա։ Լավա բաժակները խնդրում եմ շարել։ Արագ կասես։ Չէ։ Ու պիտի հասցնեմ։ Գերեք 3 բաժակա։ Մի հոգի չի ունենալու բաժակ, կարանք մի քիչ մոտենանք։ Այդ մի հոգին պարտվում, հա։ Հա, ինքը դուրս է գալի խաղից, մնում են 3-ը ու 2 բաժակ, հա։ Հա, դες անենք, որ գլուխների պատահար չլինի։ Թաթ։ Ուս։ Արագ երեք։ Ծունգ։ Կոնգ։ Բաժակ։ Օր ես կա շուտ։ Այդ ոնց դնեք։ Էս մեկը վերցրեք ախպեր։ Իմ բաժակը տվեք, ավեք ինձ այդ մի բաժակը ես։ Հերվում նստած դա եմ։ Բայց ես չի։ Էս մեկը գալով զարգի։ Հա։ Շատ չի երկրցնես էլի։ Գրացիք։ Ծունգ։ Ուս։ Կոնգ, ծունգ։ Ուս։ Փոր։ Թաթ։ Ուս։ Բաժակ։ Արիկոտ։ Մնաց մի բաժակ։ Սիկ ջարտավ։ Հա, ոչ։ Ջարտավ։ Որը։ Հատից վերցես պրոստը։ Բայց շատ մոտիկ ենք կանգնած, հա։
Ես դեմն էին դրել։ Չեմ հերու կան։ Հերու կերեմ գապտերն ես երկար։ Ուս։ Գարիկը բայց գլուխ բայելով լավ էլ գնում ա։ Հա։ Մարսիս ջան։ Թոր։ Թաթ։ Ծունգ։ Ուս։ Կոնգ։ Ուղվի կարի։ Թաթ։ Ծունգ։ Ուս։ Բաժակ։ Տեսա՞ր։ Շատ աջի։ Էսի շատ այսը դրված է։ Գարիկ շնորհավորում եք։ Մերսի։ Միշտ էս արտով։ Շնորհակալություն եք մարզումներից։ Մյուս տարի կփորձեք։ Մի անգամ է շնորհակալություն ձեզ տղեկ, որ եկաք ներս, որ պատմեցիք ձեր շատ կարևոր հաղթանակների մասին, հպարտացրեցիք մեզ բոլորիս եւս մեկ անգամ։ Հաջողություն եմ մաղթում, սպասում ենք նորանոր հաղթանակների ու լավ նորությունների ու միշտ գրկաբաց ձեզ դիմավորելու ներսում։ Ես եմ շնորհակալ եմ մի անգամ էլ։ Դե ինչ, այսօր այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, եղեք բարով, մնացեք խաղաղ, կհանդիպենք շատ շուտով, հաջողություն։ Schade, body,